վարչապետին ինչ-որ բան ունեիք ասելու։ Ես իրան ասեցի, խնդրեցի, ասեցի աշխատի քո լեքսիկոնի վրա, բավական է, էլ չենք դիմանում։ Հարցակվում ես կանանց վրա, ձեռը ոտդ կողում ես աչքները, բավական է, հոգնել ենք, աղջիկ ջան, ժողովուրդ ջան, հոգնել ենք։ Այսինքն դա ձեզ միայն դուր չի գալիս, թե այլ բաներ էլ ձեզ դուր չեն Ինքը ինչ ասում է դուր չի գալիս։ Ինքը ինչ ասում է իմ դուրը չի գալիս։ Ոնց կարելի է։ Իսկ ձեր կարծիքով ինչու է այդպես հոխորտում կանանց վրա հատկապես։ Աղջիկ ջան, մարդը խնդիր ունի ստեղի հետ։ Ցանկացած մարդով ստեղի հետ խնդիր ունի։ Այդպես էլ խոսում է, այդպես էլ վարվում է, այդպես էլ իրան, չգիտեմ, հաղթելու ես, հաղթի խելոք, այդ պետական ծառայողների այդ ոհմակը գցել ես քամակիցը, ինչ ես հայատներով ման գալիս, դրանք գործ չունեն, ամսվա վերջում գնալու են միլիոն են ստանալու, ինչ արձակորդ, հոգնել եմ, ժողովուրդ ջան, կամերանեցել եմ հոգնել, բոլորիցդ էլ հոգնել եմ, ես շատ լուրջ մարդ էի, խելոք մարդ էի, ոչ չունի ոչ մի աջակից, ես ձեզ մի հատ խնդրանք ունեմ, Մեր մշակույթի պալատը վառվեց, բացեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը և տեսեք, որ մեր ես ամբողջ թաղի ժողովուրդը, այս որ հոտի պես իրա հետևից ընկած գնում է, դրանց բոլորի դիմաց հասցեն գրված է այս մշակույթի պալատը, նույնիսկ այդ շտկումը չեն կատարել, այդ հասարակ շտկումը չեն կատարել, այս ոհմակին պետք չի, որ մարդիկ գնան ընտրության, այս ոհմակին պետք է ինչքան քիչ մարդ, այնքան սա կանցնի։ ԿՊԱ-ականների հետ էիք զրուցում եւ ասացիք, որ ամսի 7-ից հետո իրենք չեն լինելու, այդպիսի հույս ունեք։ Ասեցի գնացեք, մեր բակից գնացեք, ընդ ինչ որ կապիկներ կային, իսկ մեր բակն է, իսկ մեր քաղաքն է, իսկ մեր երկիրն է, ոչ մի բանը ձերը չի։ Ոչ մի բանը, ձերը մենակ ձեր աթոռն է, որին դուք սվարկա եղած եք, այդ աթոռը վերջում տենց հետները տարեք։ Օրինակ իրենք նախկիններին են մեղադրում բոլոր խնդիրների համար։ Աղջիկ ջան, իրանք են արդեն նախկին։ Վերցրեք միջին մարդու տարիքը ինչքան է 60 տարեկան, 8 տարի 60 տարվա, որ մասնակազմում աղջիկս։ Ընտրություններին այսինքն ճիշտ ենք հասկանում, որ իրենց չեք աջակցելու։ Այսքանից հետո, եթե ես իրանց պետք է աջակցեմ, ուրեմն ես էլ ունեմ սրա հետ խնդիր։ Ես սրա հետ խնդիր չունեմ։ Ես մաթեմատիկոս եմ մասնագիտությամբ։ Ես ուղղակի աղմուկ լսեցի, որտեղ այս թաղում անդադ մեկ լույս չկա, մեկ ջուր չկա, Օրինակ դուրս է գալիս եւ իրենց ընդդեմ է խոսում եւ ներկայացնում է խնդիրները, ասում են, որ ուղարկված է։ Դուք էլ եք ուղարկված։ Այ Աստված ջան։ Ինչ հավասարակշռությունից ուզում հանել ես երեխան, օրինակ մի անգամ ես իրան շուկայում ինտերվյու եմ տվել եւ ես երեխան հիշեցիր ինձ պարկաստա։ Ես համեստ մարդ եմ, շատ խելոք մարդ եմ, խելոք այդ իմաստով չէ, այլ զուսպ մարդ եմ։ Ինձ ոչ մեկ չի ուղարկել։ Ոչ մեկը։ Ես ունեմ իմ խելքնել, տարիքներ, շնորհքներ, ես կարող եմ որոշել ում հետևից եմ գնում։ Ինձ դուր չի գալիս առաջին։ Ոչ։ Այս ժողովուրդի այս ուճուրի խմբակա, ոհմակա, ինչա ուրախանում է, երբ որ մեր երկրում կան որբևայրի մայրեր, անհետ կորած ժողովուրդ, տղաներ, երբ որ մեր երկրում կան այսքան դարդու խնդիր, երբ որ միակ բանը, որ ես կարող եմ ասել, ինչի ես իրան չեմ ընտրելու, ադրբեջանական ալիքները միացրեք, սա սրան են ռեկլամում, ստեյց արդեն ամիջ հետևում է, վերջ, ասելու բան պետք չի, բավական է գցել ադրբեջանական ալիք, կարդալ ադրբեջանական թերթեր եւ դուք կհամոզվեք, սրան են ընտրում։ Իսկ ես ավելի համեստ իր այդ գտնվեցի, խնդրեցի, որ էլ այդ չհարձակվի այդ կնանիքի վրա։ Անհարմար է։ Միգուցե միայն կանանց վրա է։ Ուրեմն հայ ազգի մեջ կա կնոջ մեծարանք, մոր տեսքով, ընտանիքի օջախի պահապանի տեսքով, կնոջ վրա հարձակվել է այդ վերջն։ Կանահիտ Ավանեսյանը քիչ առաջ ասաց ինչ կա, որ ասում է քերակին, հորողբորկին դրա մեջ ինչ վատ բան կա։ Անահիտ Ավանեսյանը ով է։ Առողջապահության նախարար։ Շնորհակալ մաչիկ ջան, հավասարակցությունից մի հանի։ Դրանց մեջ նորմալ մարդ չի կարա լինի։ Նորմալ մարդը չի կարա Նիկոլ Պաշտպանի, նորմալ մարդը, ով որ խնդիրներ չունի, հերձումը ցույց կտա, թե սրանք ինչ խնդիրներ ունեն։